Ադրբեջանական լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից տեսանյութեր տեղեկություն տարածեցին, թե անօդաչու թռչող սարքեր են ընկել Նախիջևանի տարածքում։ Մի անօդաչուն բախվել է դպրոցներից մեկի տարածքին, մյուսը օդանավակայանի տերմինալներից մեկին։ Կան վիրավորներ։ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել է Իրանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կատարված հարձակումները։ Ադրբեջանական կողմը հայտնել է, որ դեպքի համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու է Իրանը, եւ այդ հարձակումներն ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարի անպատասխան չի մնա։ Ըստ վերլուծաբանների, Իրանի դեմ պատերազմում Թուրքիայի Ադրբեջանի ներգրավումը ավելի կբարդացնի Իրանի վիճակը։ Պատմաբան Ռուբեն Մելքոնյանը հիշեցնում է, այստեղ կա կարևոր իրավական մի հանգամանք։ 1921 թվականի Կարսի պայմանագրով ֆիքսված է, որ Նախիջևանի վրա հարձակման պարագայում Թուրքիան պարտավոր է ռազմական միջամտություն իրականացնել, այնպես որ Նախիջևանին անօդաչուով հարվածելը չի բխում Իրանի շահերից։ Սա պայմանագրային պարտավորությունն է Թուրքիայի, ոչ միայն Ադրբեջանի հետ իր ջերմ հարաբերությունների, այլև իրավական։ Կարծում եմ, որ այս ճշմարտությունը հայտնի է նաև Իրանին եւ այս հարվածը հենց կոնկրետ Նախիջևանի ուղղությամբ, այլ ոչ թե չիրեմ Կանզակի կամ Բաքվի բավականին կասկածելի է։ Եվ հետո Իրանում աշխարհի ամենահզոր գործակալական հատուկ ծառայություններից մեկը Մոսադը կարողացավ Իրանում տարբեր տեխնիկական միջոցներին հասանելիություն ունենալով նաև լուսացույցերի միջոցով հետևել հոգևոր առաջնորդ Խամենեիի յուրաքանչյուր քայլին եւ իրականացնել նրա սպանությունը։ Միամիտ կլինի կարծել, որ այլ ոլորտներում Մոսադը չունի իր ներգրավվածությունը։ Եթե ռացիոնալ ենք մտածում, ապա Իրանը պետք է խուսափեր Նախիջևանի վրա հարձակումից, եթե այնտեղից բխող սպառնալիքը ուղիղ համեմատական չէ իր կենսական շահերին։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի մոտ անօդաչու թռչող սարքի միջադեպը։ Եթե Իրանի պաշտոնականը այն է, որ հերքում են, ուրեմն այստեղ գործում է Իրանի ներսում ներգրավված որոշակի այլ ուժեր, որոնք կարողանում են Իրանի անօդաչու կամ հրթիռային համակարգի վրա ունենալ այնպիսի ազդեցություն, որը թույլ կտա իրականացնել այսպիսի հարված։ Ադրբեջանը չեմ կարծում, թե այս դեպքում ինքնուրույն խաղացող է։ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի հիմնական անդամ է տարածաշրջանում, կարող է ներքաշվել այդ առճակատման։ Կարծում եմ Իրանը ամեն ինչ կանի, որպեսզի դա տեղի չունենա։ ԱՄՆ պատերազմի նախարար Հեքսեթը նախորդին հայտնել էր, թե սկսելու են Իրանին հարվածներ հասցնել ավելի խորը տարածության վրա։ Այսինքն, ըստ փորձագետների, հարվածները ծոցի երկրների հենակետերից կամ պետք է դառնան առավել հեռահար, կամ պետք է Իրանի հակառակ կողմից ներգրավեն հենակետեր։ Եթե Անկարան ու Բաքուն դիմադրում են, համաձայն չեն, ապա ըստ վերլուծաբանների ամերիկա-իսրայելական ուժերը կստեղծեն նախադրյալներ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։